Դե ինձ սիրելիներս, այսօր պատրաստելու ենք օմլետի տեսակ, որի մեջ գնալու է բղբեղի տեսակներ, գունեղ բղբեղներ եւ բանիրի տեսակ, որը օգտագործելու եմ չանախի ցուլուկունին եւ հավգիտ։ Արդեն ավելացնելու ենք բոլորը իրար վրա եւ խառնելու ենք եւ դաբակելու ենք։ Մինչ այդ հետո սոսն ենք պատրաստելու, սոսը շատ հետաքրքիր է, մազունով ենք պատրաստում, մի թեթև սև բղբեղ, կարմիր բղբեղ ենք ավելացնելու իրար վրա եւ արդեն հետո կստանանք մի հատ ընդհանուր անուշիկ ափսե։ Վրան ավելացնել ենք ռուկոլա կամ արգուլա, չերի լոլիկ եւ ավոկադո։ Բայց դուք կարող եք ուրիշ բաներ էլ ավելացնել, ես տենց եմ սիրում։ Գնացինք իրար հետ պատրաստելու։ Սկզբում գտադել ենք բղբեղի տեսակներ, այստեղ ունեմ կարմիր բղբեղ, դեղին բղբեղ, նարնջագույն բղբեղ եւ մի հատ էլ կանաչ կապույտ, կանաչ։ Վերցնել եմ եւ կանաչ բղբեղ, այսինքն ունենում ենք ինչ գույնավոր բղբեղ ունեք նույնը կարող եք օգտագործել։ Սկսում ենք կանաչ բղբեղից, ուրեմն այսպիսի շերտեր կտրելու ենք եւ բարակ անում ենք ու հետո այսպես մանր կտրատելու ենք։ Էս էլ տնենք կանաչից։ Կանաչը ունենք, կտրում ենք կարմիրը։ Եվ ունենում ենք գունավոր բղբեղների փառատոն։ Այսպես նորեն մանր կտրատում ենք։ Թեղինը։ Մեկ-մեկ Հայաստանի շուկաներում այնքան հետաքրքիր բաներ եմ տեսնում, ուրախանում եմ, այսինքն, որովհետև դե բաժվեր ենք թրսում շատ ամեն ինչին տենց օրիգինալ եւ այլն sense հետաքրքիր բաներ կան, ոսկ որ տեսնում եմ, ուրախանում եմ, անպայման վերցնում եմ ու ինչ որ պետք է պատրաստեմ, տենց փոխում եմ եւ այլն, մտերքի համապատասխան շատ եմ ես պատրաստում։ Օրինակ տեսնում եմ, վայ, այս ինչ բանը գա, արդեն ըստ դրա պատրաստում եմ ջաշ։ Դուք էլ նույնը եղեք, այսինքն եթե ինչ-որ բան տեսնեք շուկայում ու ցես հետաքրքիր է, կարող եք վերցնել, հետո մի քանի բաղադրատում ստանալ, որը ցև դուրը կա, կարող եք պատրաստել։ Դենց է մարդը իրա դենց ինչ-որ ջաշակը բացում, քանի որ դենց միշտ չէ, որ մենք պետք է ինչ-որ մի տեղ գնանք կամ ռեստորան ու միշտ նորություն փորձենք, մենք էլ պետք է փորձարկենք մի քանի բան մեր ցերկով։ Էս էլ ենք կտրում։ Եվ ունենում ենք մենք մեր բղբեղները պատրաստ։ Ինչ լավն է գույները։ Okay. Բղբեղները ունենք, հիմա պետք է մի հատ խորը ափսե վերցնենք եւ իրա վրա ավելացնենք մեր կտրատած բղբեղները։ Վրան ավելացնելու ենք 2 հատ հավգիտ։ Կամ եթե հավգիթը մեծ է, կարող եք 1 հատ ավելացնել։ Ինքը քանի որ շատ ջրոտ պետքա չի լինի, մի թեթև ուղղակի իրար փռնե։ So այս դեպքում մեզի 1 հատ է լավ է։ Ուրեմն, այստեղ հետաքրքիր բաների տեսակ պետք է օգտագործենք։ Ես օգտագործում եմ սուլուկունի
չանախի սուլուկունին, կարող եք նույնիսկ եթե ուրիշ տեսակ բաներ եք ուզում օգտագործել, մոցարելա կարող եք օգտագործել, ինքը բամը պետք է լինի, որ հալվող լինի եւ ինքը այդ խրխտան համը տա, երբ որ իրեն տապակենք։ Իրականում իրան ես այսօր տապակելու եմ, բայց եւ կարող ենք տապակի վրա անել եւ կարող ենք չրոցում։ Էսի քերիչնա կերում ենք կամ կերիչով անցկացնում ենք։ Կարևորը շատ աղի բանիր չի լինի, տենց mild միջակ չափսի աղությամբ լինի ձեր բաները օգտագործած։ Okay, մի հատ խառնենք։ Երևի կարող եմ արդեն երկրորդ հավգիթը։ Մեկ-մեկ որ տեսնում եք պահաթադոմսը օրինակ, չգիտեմ, 1 հատ ասում կամ 2 հատ, մտածեք, որ կարող եք դուք էդի դենց ձեր հարմարության էլ անել։ Քանի որ երկիր հավգիթի չափն է փոխվում, կամ օրինակ բղբեղների չափն է փոխվում եւ այլն, աչքաչափ։ Բղբեղ եմ տնելու եւ աղ մի քիչ աղ եմ ավելացնելու, քանի որ մեր բաները դենց չէ որ աղի է եւ բղբեղ։ Արդեն պատրաստ է։ Մի թեթև ցիտապտրից հետ եմ ավելացնում։ Եվ գտալ։ Ուրեմն այս տակոների հետաքրքիր այն է, որ ինքը խրխտան է դառնալու ու հետո կարաս մեջը ինչ ուզես դնել։ Օրինակ այսօր մենք դնելու ենք չերի լոլիկ, արգուլա կամ ռուկոլա եւ ավոկադո։ Այսինքն նույնիսկ կարող եք մի օր հավ ունիք տունը հավ տնեք, մի օր տավար ունիք տավար տնեք, խենթանալիք է լինում։ Սենց հետաքրքիր կլոր ձևով բացում ենք։ Իսկ հիմա պատրաստելու ենք սոս, շատ հետաքրքիր սոս, որը օմլետի վրա ենք դնելու, ու երբ որ մարդիկ ուտեն, մի քիչ այդ սոսից են վերցնելու, ու մի քիչ այդ կանաչիները, որ զարդարելու ենք։ Օգտագործելու եմ մածուն ու իր վրա սև բիբեր, ավելի ճիշտ է սև բրբեղ, կարմիր բրբեղ գծու, մի քիչ օրիկանո, ցիտապտրից հետ եւ սխտոր։ Մածունը ավելացրեցի։ Իմիջիալոց այս սոսը կարող եք միշտ պատրաստել եւ չիպսով ուտեն երեխեքը դունը։ Մի թեթև աղ, կծու բրբեղ,
Մի քիչ շատ դրեմ գծուն, ես գծու սիրում եմ։ Սև բղբեղ։ Քիչ շատ եղավ։ Մի զգացանեք։ Սիտա բտրից հետ։ Օրիգանոն, մի քիչ հետ։ Մեր սոսը պատրաստ է։ Մի հատ նայենք։ Վաու։ Ափսե բերեմ։ Մեր օմլետը պատրաստ է, ուրեմն ստեղ տնելու ենք ալկուլա, սոսը մեջտեղում եմ տնելու, և մի քանի հատ չերի լոլիկ։ Ուպս։ Մեջտեղում բեյզել, այսինքն բասիլիկ, և ավոկադո։ Եվ ասենք կզարդարենք ավոկադոները, անշուշտ եթե կուզեք ուրիշ բաներ էլ տնեք, կարող եք տնեք, բայց ինքը ոնց որ շատ հետաքրքիր և համով օմլետի տեսակ է։ Դե ինձ սիրելիներս, հույսով եմ հավանել եք, հիմա մի հատ կնկարենք, հետո իրար հետ կփորձարկենք։ Հիմա մի հատ փորձարկենք, տեսնենք ինչպես է ստացվել։ Կարող եմ մի հատ էթանակ վերցնել։ Եվ գտրեմ այս մասից, որպեսզի և սոսեն լինի և օմլետից։ Մի հատ է սոսից։ Yummy,
Եվ գծու է, մի հատ է ավոկադո։ Իդեալական է, շատ հեշտ է պատրաստվում, քունեղ է եւ ինքը շատ սենց արավոտվա քունավոր օր է սկսում ձեր մոտ եւ համով։ Կարող եք գծու բեղբեղը չթնել սոսի մեջ, եթե գծու չեք սիրում, կարող եք կախծեր փոշի բեղբեղը թնել մանանիկի, բայց եթե գծու սիրում եք, շատ համով է լինում։ Հույսով եմ այսօրվա պաղադրատոմսը հավանել եք, անպայման կպատրաստեք, ձեր ընտանիքի հետ կվայելեք եւ կտեսնվենք վաղ։